Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ասում եք, որ շատերն են փոշմանում, որ Փաշինյանին են ընտրել, այո, դա փաստ է, քանի որ հիմա Երևանի տարբեր հատվածներում տարբեր բողոքի ակցիաներ է լինում եւ մարդիկ բարձրաձայն ասում են, որ մենք ընտրել ենք եւ փոշմանում ենք։ Արդյոք հնարավոր չէ տարբեր բողոքի ակցիաների մասնակցող անձանց մեկտեղ հավաքել մեր գաղափարի շուրջ, քանի որ բոլորի նպատակն էլ այն է, որ հիմա իշխանության ընդունած այդ օրենքների դեմ է, իշխանության արած հայտարարությունների դեմ է նրանց բողոքի ակցիաները, այդ բոլորի մեկտեղ հավաքել, ընտրել առաջնորդ եւ վերջապես մեկ գաղափարի շուրջ։ Գիտեք, դրա համար պետք է մի քիչ իհարկե մեր քաղաքացիական գիտակցությունը իսկապես բարձրացնել։ Օրինակ ես ձեզ բերեմ, պարզ օրինակ։ Մենք այսքան ժամանակ հանրահավաքներ ենք արել, չէ՞, բազմամարդ հանրահավաքներ են եղել։ Օրինակ ես մեկի հետ խոսելուց ասել եմ լավ, ինչի՞ չես գալի հրապարակ։ Ասում է այն մեկը, քանի հրապարակում է, ես չեմ գա։ Ասում եմ, ընկեր, ես հարթակից նայում եմ, ավելի շատ մարդ եմ տեսնում, չեմ ուզում անուններ տամ, այնքան մարդ կա, որ ես չէի ուզենա, որ ասենք իր կողքը կանգնեի։ Բայց եթե մենք խնդիր ենք դրել, որ պետք է հեռացնենք այս իշխանություններին, իմ համար ոչ մի կապ չունի, այն մարդը, որին ես անձամբ չեմ ընդունում, այդ հրապարակում կլինի, թե չի լինի։ Մենք այս գիտակցությունը հələ դեռ չունենք դժբախտաբար։ Էլի անձնական մեր բաներով ենք առաջնորդվում։ Ես կլնեմ ընդե, եթե այս ինչը չլինի։ Լավ, այտենց մենք ուր կհասնենք, այդքան շատ ենք մենք, որ ամեն մեկը իր ոչ միայն նպատակի համար գա, այլ նաև բացառի մնացածների ներկայությունը, որոնց ինքը անձամբ չի ընդունում։ Այտենց մենք չենք կարող մեր թիվը մեծացնել։ Սա պետք է բոլորը հասկանան։ Եվ այդ ձևի հայտարարություններ անողներին պետք է դա բացատրվի։ Նիկոլ Փաշինյանը դրա օրինակը տվել է, չէ՞։ Մարդն ասել է, ով որ մերժում է Սերժին, թողաստ է։ Չի ասել, ով որ այս ինչին էլ ընդունում է կամ այս ինչ պայմաններն է ընդունում նոր գա մերժելուց բացի։ Մերժող բոլորները կարող են գալ այս հրապարակում եւ այս գործը իրար հետ անեն, ճիշտ է։ Մենք էլ ասում ենք, այս խնդիրը լուծելու համար նպատակը կարևորեք եւ այդ նպատակի համապատասխան քայլեր կատարող ցանկացած մեկին պետք է համարեք ձեր գործընկերը այս պարագայում, այս գործին հաջողություն բերողը։ Էսա խնդիրը։ Սա մենք դեռ չենք կարողացել ստանալ այս վիճակը, բայց կարծում եմ, որ իրավիճակը այնքան կթեժանա այն իմաստով, որ մարդիկ ավելի լավ կհասկանան, որ օր առաջ իսկապես ազատվելը այս իշխանություններից բոլորի համար գլխավոր հարց է, գերակա հարց է։ Նոր մյուս հարցերի մասին կարող ենք խոսալ, այն մեկը ինչ անի, այն մյուսն ինչ անի, բայց սրան մի հատ հեռացնենք, որ նոր էջ բացվի այս երկրի համար, որ կարողանանք այո մեր խնդիրներն արդեն ամեն մեկի բերած լումային համապատասխան տանենք առաջ։ Եվ հիմնարար մի սիրահարների իրացում, ինչպես եք պատկերացնում այս նույնքի իրականացումը, հատկապես Արցախի ազատագրման, երբ անգամ այս պահին դեռ Արցախահայերի վերադարձի հարցն է այսպես կասկածի տակ, ինչ պայմաններ են պետք սրա համար, եւ ինչպես եք պատկերացնում սրա իրականացումը։ Սա մենք պատկերացնում ենք նախ արցախահայերի հետ անմիջական շփումներ ունենալու հիմքով։ Մեր արցախահայերն ասում են, որ եթե չլինեն հստակ երաշխիքներ, որ իրանք այնտեղ որպես ազատ քաղաքացի կարող են ապրել, այլ ոչ թե Ադրբեջանի նորից բռնաճնշումների տակ նորից հայտնվեն, եթե այդպիսի պայմաններ չլինեն, ոչ ոք չի վերադառնա։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ արցախահայությունը մի անգամ ցեղասպանություն տեսել է արդեն։ Հիմա այդ պատճառները, դրդապատճառները, այդ պայմանները, եթե չվերանան, նոր ցեղասպանության վտանգը, եթե չվերանա, ոչ ոք էլ այնտեղ չի վերադառնա։ Անհատ անձանց վերադարձի մասին ես չեմ խոսում, հավաքական, դրա համար մենք ասում ենք հավաքական վերադարձ։ Այդ հավաքական վերադարձի իրավունքն էլ պետք է շատ հստակ այստեղ նկատի ունենանք։ Միջազգային առումով այո կարող է երաշխավորվել, երբ որ դա զուգակցվում է բնիկ ժողովրդի իրավունքի հետ։ Տեղ
Մենք չենք խոսում հավաքական ինչ-որ միտեղից ժողովուրդ հավաքվի վերադառնա, ոչ։ Հավաքական վերադարձ այն մարդկանց, ովքեր բնիկ են եւ այդ տարածքում են ապրել հազարամյակներ։ Այս սրանք երբ որ իրար հետ հստակ ընթացքի մեջ ենք դնում միջազգային պրակտիկայով, այդ հավաքական վերադարձը բերում է այդ ազատությամբ մարդկանց վերադարձին իրենց տարածքներ։ Եվ սրա լուծման առաջի հանգրվանը ազատագրում այդ իմաստով ենք մենք ասում, որ մարդիկ կարողանան իրենց ճակատագիրը տնօրինել, կարողանան վստահ լինել, որ նոր ցեղասպանություն չի գա։ Այ միջազգային չափանիշներ, նախ միջանկյալ կարգավիճակ պետք է ունենա Արցախը, ունենա միջանկյալ կարգավիճակ, որը հնարավորինս ապահովի այդ պայմանները, եւ դա միջազգային իրավունքով իրավաքաղաքական պայմանները, որոնք որ միջազգային իրավունքով հստակ կան, տարբեր պրակտիկաներ էլ կան, տարբեր փորձեր էլ կան, տես չի որ մենակ նոր ենք այդ հարցը դնում։ Օրինակի համար ես ձեզ օրինակ բերեմ։ Կիպրոսում օրինակ կա Վարոշա քաղաքը, որը համարվում է դատարկ քաղաք, ֆանտոմ քաղաք, որտեղ միջազգային օրենքներով երաշխավորված է, որովհետև որևէ մեկը իրավունք չունի ապրի, քան այն բնիկները, որոնք Վարոշա քաղաքում ապրել են։ Վարոշա պետք է վերադառնան մենակ նրանք, ովքեր որ այդտեղ բնիկ ապրել են եւ իրենց երաշխիքները պետք է ապահովի։ Երաշխիքներից մեկն էլ է, որ իրավունք չունեն բնակեցնեն ուրիշ անձանցով։ Օրինակ մենք պետք է հասնենք նաեւ այդ վիճակին, որ հասնենք նրան, որ Արցախի ժողովրդի բնակավայրերում ուրիշները չբնակեցվեն, որպեսզի հնարավոր լինի հետ վերադարձը։ Հասկանում եք, այսինքն սրանք այդ process-ի տարբեր էտապներն են, տարբեր փուլերն են, հավաքական վերադարձը իր մեջ պարունակում է բավականին լուրջ գործընթաց։ Եվ սա իհարկե նաև պայմաններից մեկը այդ ազատ ապրելու եւ այդ ցեղասպանության կրկնման վտանգները չեզոքացնելու պայմանների մասին է խոսքը գնում։ Եղակի Մինսկի խումբը գլխավոր ձևաչափը պետք է մնա, դրա համար ենք մենք ասում, թե դրա համար իրանք ուզում են վերացնել եղակի Մինսկի խումբը Ադրբեջանը, որպեսզի ասի այլևս այդ հարցը չկա, այն ինչ որ ես ասեցի, այդ հավաքական վերադարձ ընդհանրապես այլևս չբարձրացվի այն տրամաբանությամբ, ինչ որ ասեցի բնիկ ժողովրդի իրավունքի իմաստով, եւ պարտավորություն չունենա հանգարցը թե չվերաբնակեցնեն, ինքը ամեն ինչ անում է, որպեսզի արագորեն վերաբնակեցնի։ Այսինքն Մինսկի խումբը այն ձևաչափն է, որը ասում է, որ գոյություն ունի Ղարաբաղյան կոնֆլիկտ։ Հիմա այդ կոնֆլիկտի բնույթը փոխվել է այս ընթացքում, քանի որ հայաթափվել է Արցախը, բայց դրանից կոնֆլիկտը չի վերացել։ Հակամարտությունը պարզապես ձևափոխել է իր առաջնահերթությունների իմաստով խնդիրները։ Հիմա գլխավոր խնդիրը պետք է դրվի այո այդ Մինսկի խմբի ձևաչափում հավաքական հետ վերադարձի իրավունքի իրացումը։ Էսա